Սիրելի քույրեր, եղբայրներ, փոքր հայտարարություն մեր ծառայությունների վայրի ու ժամի հետ կապված ամեն կիրակի ժամը 12-ին Էջմիածին քաղաքում Մաշտոցի 48 հասցեում ժամը 12-ին չորեքշաբթի օրերը 18:30 հավաքվում ենք այստեղ Երևան քաղաք Շերամի 88 եւ շաբաթ օրը ժամը 12-ին Մանուշյան 10:02 հասցեում Գյումրիում ունենում ենք արդեն ամեն շաբաթ ծառայություն եւ այն մարդիկ ովքեր հետևում են Գյումրիի ուղիղ եթերներին եւ այցելում են ասեմ որ այս շաբաթ հովիվն է մեզ խոսքի բաժնում ծառայելու հորդորում եմ որ անպայման ներկա գտնվեք եւ նոր հայտարարություն շաբաթվա ընթացքում այս բաժինը մենք ամեն չորեքշաբթի աղոթում ենք վերջում շաբաթվա ընթացքում կարող եք ձեր խնդրանքները գրել կտեղադրվի փոքր ձայնագրություն ձեր հոգսերը ձեր կարիքները գրեք միասին աղոթենք բայց մի բան եմ ուզում ասեմ որ ավելի լավ կլինի որ գաս միասին այստեղ միաբանվենք գաս այստեղ միասին ծնկի գանք Տիրոջ առաջ ասենք Տեր դու գիտես մեր կարիքները Տեր դու գիտես մեր հոգսերը գանք իր առջև երևալու ամեն բան բերենք իր ոտքերի առաջ ասենք դու ես մեր փառավոր Տերը դու ես մեր փառավոր Հայրը եւ մինչ աղոթելը երկու բան եմ ուզում ասել Սիրելի քույրս եղբայրս Սուրբ Հոգին իմաստություն տա որ այն ինչ որ ուզում եմ ասեմ կարողանանք հասկանալ ես ինքս էլ հասկանամ գիտեք աղոթքի մեջ երբ գալիս ենք Տիրոջ առաջ շատ անգամներ մեր հոգսի ցավը մեր հիվանդության ցավը մեր տոնայնությունը փոխում է Աստծո առաջ դրանում վատ բան չկա Շատ անգամներ չեմ ուզում այդ բառը ասեմ, փորձեմ ուրիշ կերպ ձևակերպել միտքս, շատ անգամներ այդ մեր արտահայտման կերպը մեզ թվում է, որ ավելի խղճուկ լինի, Տիրոջ գութը միգուցե շարժվի։ Սիրելի քույրս եղբայրս ուզում եմ ասել, որ դա այդպես չի։ Տերը մի բանի է նայում, հավատքին։ Երբ որ մենք բացենք ավետարանը եւ տեսնենք Տեր Հիսուսը ինչ էր ասում, ասում էր քո հավատքը քեզ բժշկեց, քո հավատքը քեզ փրկեց։ Եթե հավատակ սա կանեք, եթե հավատակ նա կանեք։ Եվ մենք չպետք է փորձենք Տիրոջ առաջ գալով փորձենք խղճահարություն առաջացնել իր մոտ։ Եթե Տերը մեր ցավի մեծությանը նայեր, նա բոլոր հիվանդներին կբժշկեր։ Բայց Տեր Հիսուսը բոլոր հիվանդներին չէր բժշկում։ Շատերին էր բժշկում, ովքեր հավատ ունեին։ Եվ այսօր քո հավատը կարա քեզ ազատի։ Այն հավատը, որ իմ Աստված մեծ է։ Այն հավատը, որ իմ Աստված փառավոր է։ Ու գիտեք, շատ անգամներ մենք խնդիր ունենք, որ մեր փոքր խնդիրների մեջ փորձում ենք անսահման Աստծուն փորձում ենք տեղավորել։ Խնդրում ենք ասում ենք Աստված, այսպես չենք ասում, բայց այսպես շատ անգամներ մտածում ենք, որ Տեր խնդրում եմ արի ես իմ խնդրի մեջ իմ հետ այս դաժան ընթացքով միասին գնանք։ Չէ, Տերն ուրիշ առաջարկ ունի։ Ասում արի ես քեզ հանեմ այդ իրավիճակից։ Արի ես քեզ բժշկեմ այդ իրավիճակից։ Մի փորձ ինձ էլ դնես այդ իրավիճակի մեջ։ Ես քո հետ կանցնեմ այդ ճանապարհը, բայց ես ուզում եմ, որ դու դուրս գաս այդ իրավիճակից։ Ես ավելին եմ ուզում անեմ քո համար, ես ուզում եմ բժշկեմ քեզ։ Ես ուզում եմ ազատագրեմ քեզ։ Միայն թե հավատաց, որ դա ես կարող եմ։ Միայն թե հավատաց, որ ես ամենակարող Աստվածն ու Հայրն եմ, որ ի վիճակի եմ, կարող եմ, զորավոր եմ քեզ հանել այդ իրավիճակից։ Եթե միայն հավատաս, քո հավատը կբժշկի քեզ։ Եկեք այսօր գանք իր առաջ ասենք Տեր հավատում ենք, որ դու անսահման Աստված ես։ Հավատում ենք քո ամենամեծ կարողությանը։ Քո սիրո մեծությանն ենք հավատում։ Այլ շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Սուրբ ներկայությանդ համար։
Շնորհակալ ենք փառավոր ներկայությանդ համար, Տեր։ Ահա քո զավակները քո առջևը տեն, Տեր։ Եվ ամենամեծ, որ ուզում ենք քեզանից, ամենակարևորը, որ ուզում ենք քեզանից, Տեր, քո ներկայությունն է մեր կյանքում, Տեր իմ Աստված։ Մեզ պետք չի բժշկություններ, մեզ պետք չի ազատագրություններ, եթե քո ներկայությունից զատ ենք լինելու, Տեր իմ Աստված։ Քո սուրբ ներկայությունով լցնես ամեն մեկից, Տեր իմ Աստված։ Քո սուրբ ներկայությունով լցնես ամեն քո զավակին, թող այդ ներկայությունը ազատագրություն բերի, թող այդ ներկայությունը բժշկություն բերի, որովհետև դու ես միակ ճշմարիտ Աստվածը եւ ասեցիր, եթե ճշմարտությունը ճանաչենք, ազատ կլինենք, Տեր իմ Աստված։ Դու ես Տեր Հիսուս ճշմարտությունն ու ճանապարհն ու կյանքը, Տեր։ Քո կյանքով լցրա մեր սրտերը, Տեր իմ Աստված։ Քո կյանքի գետերը թող հոսեն մեր կյանքում, Տեր իմ Աստված։ Խնդրում եմ ամեն մի հոգսի համար, Տեր։ Խնդրում եմ ամեն մի բժշկության կարիքի համար, Տեր իմ Աստված։ Տեր, դու գիտես ամեն մեկի սիրտը, Տեր։ Եթե կան մարդիկ, ովքեր անհավատ են, Տեր, այն հոր պես թող գան քո առջևը ու ասեն, Տեր, խնդրում ենք, օգնիր հավատանք, Տեր իմ Աստված։ Եվ հավատքով թող լցնեն քո հանդեպ, Տեր։ Թող քո մեծությունն ու փառահեղությունը տենան, որ դու ամենակարող Աստվածն ես։ Դու այն Աստվածն ես, որ քայլում ես ջրերի վրայով։ Դու այն Աստվածն ես, որ հիվանդներին բժշկում ես։ Այն Աստվածն ես, որ մեռելներին հարություն ես տալիս։ Եվ այսօր է կարող ես քո սուրբ եւ զորավոր հոգով մեր մեռած մարմիններին հարություն տալու, մեր մեռած հոգիներին հարություն տալու, մեր մեռած հավատքին նոր կյանք տալու, նոր ընթացք տալու, Տեր իմ Հիսուս։ Թող քո անունը փառավորվի ամեն մեկի կյանքում, Տեր, եւ վկաներդ լինենք այս խավար աշխարհի մեջ, Տեր, որ մեր լույսովը լուսավորենք, Տեր, քո դեսպանները լինենք, Տեր իմ Հիսուս։ Դու արտոնեցիր քո դեսպանները լինելու, թող քո քահանաները լինեն քո ժողովրդի մեջ, Տեր իմ Աստված։ Եվ այն լույսը, որ քեզանից ունենք ճարակի, որ ամեն մեկ այդ լույսը ճաշակի, քո քաղցրությունը ճաշակի, քո աստվածային ներկայությունը ճաշակի եւ իր ամբողջ կյանքը նվիրի քեզ, Տեր իմ Աստված։ Թող ամենում միայն եւ միայն քո սուրբ եւ փառավոր անունը փառավորվի, Տեր։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։